Բարև ձեզ սիրելի ռազմահայրենակիցներ, դուք դիտում եք Arm Comedy գիտահետազոտական հաղորդումը։ Լավ, ինչ երկարացրա, միանգամից կարևորից սկսենք։ Լավ, այս կիրակի տեղի ունեցավ Վերա Բրեժնևայի համերգը Երևանի կենտրոնում։ Մի րոպե, չհասկացա, Երևանի 2794-ամյակի տոնը տեղի ունեցավ։ Հա, ու մեկ էլ դա։ Այսօրվա հաղորդման մեջ դիտեք։ Երևանի շիկացած ռազմահայրենասիրատոնը։ Ընտրություններին բան չմնաց, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Չակ Նորիսը վերջնական խոսք չեն ասել։ Ոստիկանությունը դեմ է ծեծ ու ջարդին, 21-րդ դարի նյուանսներ։ Նոր չարաշահումներ, Շաբոյանը ընդդեմ մանկատներից եւ ծիրանոցներից գողացողների։ Այսօրվա հյուրն է հանուն պետավտոտեսուչների իրավունքների ՀԿ-ի ղեկավարը։ Մի քանի օր առաջ տեղի ունեցավ Հայաստանը Եվրազես մտցնելու եւս մեկ շատ հզոր քայլ։ Կարելի ասել մեզ արել են առաջարկություն, որից հնարավոր չի հրաժարվել։ Մի րոպե, էդի չէր։ Երկար զգեստ էր հագել։ Բա իմաստը ո՞րն է, կարաք ասեք։ Ոնց որ Դոմինգոին բերեք Երևան ու դաշնամուր նվագի։ Կամ Չակ Նորիսը գա Հայաստան, բայց ընտրություններին չմասնակցի։ Կամ Իտալիայի հավաքականը գա ու բանգվինտոն խաղա։ Կամ Ռաֆի Հովհաննիսյանը ասուլիսանի ու ինչ-որ դրամաբանական բան ասի։ Բայց նույնիսկ դա հերիք էր ահագին սուր հետևանքների հասցնելու համար։ Հանրապետության հրապարակի համերգից հետո Ամիրյան եւ Աբովյան փողոցներում բռնկվել են հրդեհներ, որոնք արագ մարվել են։ Դա հրդեհ չէր, դա ուղղակի համերգի տրամաբանական էմոցիոնալ ավարտ էր։ Բայց դա միայն հաջորդ օրը պարզ դարձավ։ Արմենիա Մարիոտի եւ տրանսպորտի ու կապի նախարարության շենքերի տանիքում հրդեհ չի եղել, նույնիսկ տանիքի 1 սանտիմետր չի այրվել, ամեն ինչ նախատեսվածի պես է ընթացել, վստահեցնում է Երևանի փրկարարական վարչության պետ Մուշեղ Ղազարյանը։ Որպես մասնագետ ես կասեմ, որ սա հրդեհ չի։ Հիմա կարող է մեր վարկածից բռնվեն։ Չէ, դուք մի ուրիշ բան մտածեք։ Սա հրդեհ չի, սա մենք գիտենք, որ սա լինելու է, որովհետեւ հրավառությունն է, արկղ է։ Այդ արկղը երկաթիչ չի, թղթի արկղեր են։ Թղթի արկղեր էին, եթե լինեին երկաթե արկղեր, ամեն ինչ շատ ավելի ձանձրալի կլիներ։ Լավ, կարևորը Վերային բան չեղավ։ Վազգեն, ինչ ա եղել։ Ոչ մի բան, այս անգամ պես պետքա թողեք ներս մտնեմ։ Ինչի ինչ ա եղել։ Չգիտեմ, ինչ-որ մի հատ աննորմալ ռուս ռեակցիա հետևիցս ընկե։ Մի բան արեք։ Բրեժնևան, ու չես ուզում իր անտենաս։ Արդեն տեսել եմ, հիմա մի քիչ ավելի անձնական բան ասում, չեք բացում։ Ինչ անձնական բան։ Գառնի Գեղարդ է ուզում տանեմ իրան։ Այդքան մոտ եք արդեն։ Լավ, ես թռա, եկավ արդեն։ Վազգեն, ты же мне обещал. Նախագահական ընտրությունները շարունակում են լինել մոտ ապագայում, բայց առայժմ ոչ բոլոր ուժերի մոտ կա մասնակցելու հստակություն։ Հայ ազգային կոնգրեսը արդեն ընտրել է թեկնածուին, բայց թեկնածուն դեռ չի որոշել մասնակցելու է թե ոչ։ Կոնգրեսը ունի իր թեկնածու եւ որևէ կուսակցություն Լևոն Տեր-Պետրոսյանն է։ Չէ, ասում եմ մենք, չէ, իր որոշումը վերջնական դեռ չկա, բայց ասում եմ մենք որպես կոնգրես կոնսենսուս ունենք այդ առումով իրեն առաջադրելու։ Հա դե նորմալ է, շտապել պետք չի, դեռ լիքը ժամանակ կա, 3 ամիս, կամ ինչպես ասում է դասականներից մեկը դանդաղ շտապեք, դեռ ներքին հարցեր եթե ունեք լուծեք։ Բայց ինչ ներքին հարցեր, ինչ որ տարաձայնություններ կան կոնգրեսում։ Շատ մեծ հակասություններ ունեցել եմ Դավիթ Մաթևոսյանի հետ, Գագիկ Ջանգիրյանի հետ, Մանուշակ Պետրոսյանի հետ։ Ով սարսափ անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Ով սարսափ, սենց էլ բան կլինի, ինչ տարաձայնություններ։ Հուսով եմ ոչ մի լուրջ բան չկա։ Հուսով եմ միակ տարաձայնությունը նրանում է, թե ինչպես ճիշտ արտասանել Անջելինա Ջոլի, թե Անջելինա Ժոլի։ Ոչինչ, ժամանակ կա, դեռ ԲՀԿ-ն էլ վերջնական բան չի որոշել այդ հարցում։ Ավելին, կոմունիստները դեռ չեն կողմնորոշվել։ Ինչ դեր կստանձնի գլխավոր կոմունիստը, որոշված չէ, առաջադրվել, չառաջադրվել կամ ում առաջադրել։ Ամեն ինչ կասի նոյեմբերի պլենումը։ Կոմկուսն ասում է, անհատի կուսակցություն չէ, ծանրակշիռ է։ Թեթև սոլիկ թիթիզ հայտարարություններ չի անում։ Այո, Կոմկուսը Հայաստանի ամենածանր սոլիկներից է։ Բայց դե կան ավելի թեթևները, օրինակ կոնգրեսը։ Բայց կոնգրեսը ասեց, որ չէ, ուրիշ կոնգրես։
Համաշխարհային հայկական կոնգրեսը 4 ամսից կայանալիք նախագահական ընտրություններում պաշտպանելու է նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Այս մասին այսօր Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում փոխանցեց կոնգրեսի նախագահ, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։ Խորհրդի որոշումն է, որտեղ գիտեք, մեկ էլ խորհուրդը կլինի ընտրությունից հետո, մենք 3 խորհուրդ անցկացրեցինք, մենք ասեցինք այդ մասին։ Արա Աբրահամյանը նաև մանրամասն բացատրեց, թե ինչու են սատարում հենց Սերժ Սարգսյանին։ Իսկ այդ տեխնացուների չեք մտածել երբևէ։ Գիտեք ինչ կա, մենք առայժմ չունենք այդ տեխնացու, ոչ մեկը չի հայտարարել։ Ոչ մեկ դեռ չէր հայտնել։ Հակ ջան, մի ամիս շուտ, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը կողմնորոշվեր, գուցե ձեզ աջակցեին։ Լավ, ուրիշ ինչ պատճառ կա գործող նախագահին սատարելու համար։ Արա Աբրահամյանն ասում է, թե նախագահ Սերժ Սարգսյանին պաշտպանելու շատ պատճառներ կան, օրինակ նա խոստացավ եւ ստեղծեց Սփյուռքի նախարարությունը։ Շատ լավ պատճառ է։ Շատ իրոք լավ պատճառ է։ Հոյակապ պատճառ է։ Փայլուն պատճառ է։ Իսկ այդ ընթացքում մեկ այլ տեխնացու եւս պատրաստվում է նախագահական ընտրություններին։ Արդյոք Չակ Նորիսը վերջնական համաձայնվել է մասնակցել գալիք ընտրություններին, կպարզենք մեր Լոս Անջելեսի նոր ռազմաայնասիրական թղթակից Հովակ Ալավերդյանից։ Հովակ, ինչ նորություն կա Նորիսի առաջադրումից։ Տղեկ ջան, ամերիկացիները մի քիչ տատանվում են Չակ Նորիսի հարցում, որտեղ եթե նա լինի Հայաստանի նախագահ, Հայաստանը ավտոմատ կերպով կճանաչի որպես միջուկային զենք ունեցող երկիր։ Հովակ, իսկ որևէ լուր կա պարոն Նորիսից կամ իր շտաբի ներկայացուցիչներից։ Ոչ, Չակը վարում է շատ խորաման քաղաքականություն, նա ոչ հերքում է, ոչ հաստատում է, չնայած ամերիկացիների մեծ մասը վստահ են, որ նա առաջադրվելու է։ Դե առաջադրվել որն է, որ հաղթելու է ՀՀ նախագահական ընտրություններին, Սերգեյ։ Իսկ կարող եք փորձել բուն Նորիսին ինչ-որ բան հարցնել։ Սերգեյ ջան, Չակ Նորիսը հարցերին պատասխանելը համարում է տուզիկություն։ Նա միանգամից պատասխանում է, երբ հարմար է գտնում։ Շնորհակալություն Հովակ, տեսնենք ինչ են կարծում սրա մասին հասարակ ամերիկացիները։ Եթե նա լիներ Հայաստանում նախագահի տեխնացու, ինձ թվում է կդզեր, նրա օրոք բոլորը կսովորեին կարատե անել, նենց որ հա, շատ լավ կլինի։ Եթե Չակ Նորիսը առաջադրվեր որպես նախագահ, դուք կողմ կլինեիք։ Ես կարծում եմ Չակ Նորիսը վերջն է։ Իսկ եթե նա տեխնացու լիներ Հայաստանում։ Ինչ։ Եթե նա լիներ տեխնացու Հայաստանում։ Եթե նա լիներ ինչ։ Դե Հայաստանում տեխնացու։ Որպես ազատական տեխնացու, հա։ Սակայն պարզվեց, որ Չակ Նորիսը ունի նաև ճուզողներ։ Ամերիկայում չկա այն։ Հայաստանում։ Հայաստանում։ Հաջողություն կմաղթեմ իրան, որ կարնատիմի։ Կուզենաք, որ Չակ Նորիսը առաջադրվի որպես նախագահի տեխնացու։ Չէ։ Իսկ եթե Հայաստանում առաջադրվի։ Ես դրանից օգուտ չունեմ, նենց որ ինձ մեկ է։ Հայերը ինչ ուզում են թող անեն։ Մերսի։ Չակ Նորիսի մասին պետք է մի քիչ ուսումնասիրեմ, այդ մտածելու բանը։ Իսկ եթե Հայաստանում տեխնացու լիներ։ Դե մի քիչ պետք է ուսումնասիրեմ Չակին։ Հայաստան։ Հայաստան համար առաջին, դա վերջը կլինի։ Եթե Չակ Նորիսը առաջադրվեր նախագահի տեխնացու, կողմ կլինեիք։ Դա հիանալի կլիներ։ Նա կարող է խնայել հատուկ ծառայությունների վրա ու ինքն իր թիկնապահը լինել։ Իսկ եթե Հայաստանում լիներ տեխնացու։ Դե կարող էր հայկական գանգստերների վերջը տալ։ Վայ Բեզոարյան այցելն եմ։ Մեր հատուկ թղթակիցներն էին Հովակ Ալավերդյանը եւ Ջորջ Օհանը։ Համատիեզերական հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը իր այցի ընթացքում էլի շատ համով հայտարարություններ արեց։ Հայրենիքին ավելի մոտ լինելու համար էլ այսուհետև համահայկական կոնգրեսի հասցեն կտեղափոխվի Երևան, ավելի կոնկրետ Հյուսիսային պողոտա։ Մոսկվայի հասցեում կգործի մասնաճյուղը։ Մասը փոխեցինք, որտեղ մեզ Սփյուռքում ման եկալի շատ են մեղադրում, որ սա ռուսական իշխանությունների կողմից ստեղծված արհեստական ինչ-որ մի կառույց է։ Չէ, դա հայկական շահերի պաշտպանությանը ու ընդհանրապես հայկական մշակույթը խրախուսող կառույց է։ Իսկ լավ, Երևանում ինչ ծրագրեր եք անում։ Ռուսաստանի հայերի միության եւ ռուսաց լեզվի զարգացման հայկական նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնություն հիմնադրամի մասնակի ֆինանսավորմամբ սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը Հայաստանի հանրակրթական բոլոր դպրոցներում անց է կացվում երգը բարեկամության կամուրջը ռուսական երգի հանրապետական երկրորդ փառատոնը։ Գիտեք ինչ, Սփյուռքը նենց բան է, որ մշակույթը համ տանում է, համ բերում է։
Դե, հա, ինչքան շատ մշակույթ լինի, այդքան լավ։ Պարոն Աբրամյանը նաև պատմեց, որ Լիբիայում մեծ ներդրումներ էր արել, բայց Կադաֆի անհամ պատմությունը ահագին փող ջրեց։ Լիբիայում ես աշխատում եմ վերջ 8 տարին, բավականին մեծ խոշոր ներդրումներ էի կատարել, $100 միլիոն, բավականին մեծ, ես կարող եմ ասել 1 միլիարդից ավել, այդ մարդը պետությունը կորցրեց, գիտեք ինչ վիճակի մեջ է, ես բիզնեսս կորցրեցի։ Դե դրանից առաջ էլ Բին Լադենի դեպքի պատճառով ահագին փող կորցրեցի։ Մենակ հույս ունեմ այլ դիկտատորներ տենց ափրցփր չեն սպանի մոտակայքում, թե չէ ես առանց բիզնես կմնամ։ Գիտեք, դիկտատորների մասին նա փորձում էր նրանցից մեկին Հայաստան հրավիրել։ Այնպես ստացվեց, ես շատ լավ հարաբերությունների մեջ էի քաղաքական ուժերի անձամբ Կադաֆիի հետ եւ իրան հրավիրել էի Ռուսաստան, ես ասեմ, գիտեք, այդ մարդը շատ տեղյակ էր հայ ազգից, մտահոգված էր մեր խնդիրներով եւ խնդրել է մեր արտաքին գործերի նախարարին, որպեսզի հրավիրենք, բան դա այդպես ստացվեց, գիտեք։ Դե գնաց, Կադաֆին գնաց։ Ոչինչ, դեռ Հյուսիսային Կորեայի Կիմ Չեն Ունը կա, փորձենք իրեն հրավիրել։ Լավ լուր ոստիկանությունից։ Էլ չեն դպելու։ Այն պարագաները, որ առաջին իսկ օրվանից ես նշել եմ, պնդել եմ եւ չեմ դադարում խոսել նրա մասին, որ ցենց ջարդ ոստիկանությունում ես կատեգորիկ արգելում եմ։ Այո, դզեց։ Չնայած մի քիչ շուտ է երևի այդ եվրոպական պահերը մտցնել, չծեծել է մի տեսակ հայեցի չէ էլի։ Չէ, լավ, ոչինչ, կարևորը պատժելը դեռ ուժի մեջ է, իսկ ծեծելը վերջապես ոնց որ դառնում է պատմություն։ Ու շատ པարզ պատճառով։ Ծեծել չի կարելի։ Դա քրորեն հետապնդելի է։ Ծեծող ոստիկանը ցույց է տալիս, որ ինքը մասնագետ չի։ Դե տենանք, հուսով ենք այդ վատ մասնագետները այլևս համակարգում չեն աշխատի։ Մի րոպե, տեսնենք ժողովուրդը ինչ է մտածում։ Ինչպես է վերաբերվում նրան, որ ոստիկանությունը մարդկանց չի ծեծում, ժողովուրդ։ Լավ, շատ լավ տղեկ ջան։ Այսինքն չես կարծում, որ մի քիչ վաղաժամկետ քայլ է։ Չէ, իհարկե, ծեծելը ամոթ է ու ամել քրեորեն հետապնդելի է, ինչի մասին է խոսքը։ Մի րոպե, հա հələ, այդ ինչ նոր տուզիկություն է չծեծելը։ Ինչ դուրս չի գալիս։ Ես իմ գոնե առաջին շրջանում նես թեթև չրփեն էլի։ Ինչի համար։ Դե ծեծը տղու համար է էլի։ Չէ, աշկիս Վազգենին մտափոխել է պետք։ Արի Վազգեն ջան։ Նոր կոռուպցիոն բացահայտումներ, այս անգամ մանկատների ու ծերանոցների գնումների հարցում։ Պարզվեց որոշ պաշտոնյաներ, կազմակերպություններ կարողացել են գողանալ նույնիսկ այդ չունևոր խավից։ Պետական գնումների շրջանակում կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 18 հաստատությունների կողմից ապրանքների գնման նպատակով հայտարարված շուրջ 100 մրցույթների ընթացքում որոշ մանկատներ եւ ծերանոցներ սնունդը ձեռք են բերել շուկայականից մինչեւ 200% թանկ գնով։ Մեր ուսումնասիրությունների արդյունքում մենք արդեն իսկ բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների ենթարկել ենք պատասխանատվության, պատժել ենք այդ տնտեսվարողներին։ Իսկ պաշտոնյաները նստացրեք պաշտոնյաներին, համ գողությունները կնվազեն, համ էլ Խաչիկյանը այդքան միայնակ չի լինի բանտում։ Երբ տեսել ենք, որ մեղավոր են նաև պետական պաշտոնյաները, այսինքն պաշտոնյաները, որոնք չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը շրջանցել են օրենսդրության պահանջները, բոլոր այդ դեպքերը ուղարկել ենք հանրապետության գլխավոր դատախազություն։ Դատախազությունը հիմա Օսկայանի գործով է մի քիչ զբաղված, բայց ոչինչ, կարևորը գործը սկսելն է։ Իսկ էլ ինչ խիստ միջոցներ կարելի է ձեռնարկել չարաշահումների նկատմամբ։ Մենք չպետք է բավարարվենք միայն չարաշահողներին ուղղանելով եւ գործերը իրավապահներին ուղարկելով։ Ահա, միանգամից բանտ, քրեակատարողական վայրեր կամ բանտ։ Հա։ Մենք այսուհետ ծեր ցուցակ ենք կազմելու եւ պետք է այնպես անենք, որպեսզի չարաշահողները ընդհանրապես հնարավորություն չունենան մասնակցելու պետգնումների շրջանակում անցկացվող մրցույթներին։ Սև ցուցակ բյուջեից փողեր գողանալու համար քիչ է, շատ քիչ է, չէ՞ ժողովուրդ։ Հա իհարկե քիչ է։ Մի շաբաթով տիկցեմ Վազգենի մոտ, որ իմանա։
Իսկ դու ինչպես ես կոռուպցիային ընդհանրապես վերաբերում, Ժողովուրդ։ Վատ, շատ վատ։ Բայց եթե քեզ փող են տալիս ինչ որ լեվի բանելու համար կամ քեզա պետք ինչ որ գործ առաջ բրթել, անում ես, չէ՞։ Սերյոգ, խշումա լավ չի լսվում։ Բարդիներ են ստեղ, խշումա։ Մի հատ նորից։ Ժողովուրդ, հիմա քեզ որ ընտրակաշարք տան, չես վերցնի։ Սերյոգ, լավ չի լսվում, SMS արա, էլի, լավ չի լսվում։ Իսկ այսօրվա մեր հյուրն է Վազգեն։ Լսի, անանուն աղբյուրները ասում են, որ լոսում ինչ-որ նոր թղթակից ունեք, հա։ Հա, բայց որտեղից իմացար։ Ասեցի, անանուն աղբյուր ունեմ։ Ինչ աղբյուր։ Վայ, դե հեսա։ Հա, Սլավիկն է, ու ինչ։ Մեկ կարաս գրին քարտի համար հետաքրքրվես, կարող եմ մի բան անի։ Ու դու խայտարակ չես, ընդհանրապես Ամերիկան քո ինչ տեղն է։ Վայ, դերո։ Այսօրվա մեր հյուրն է հանուն պետավտոտեսուչների իրավունքների հասարակական կազմակերպության նախագահ Անուշավան Կանգնիկյանը։ Բարև ձեզ։ Ողջույն։ Պաստորեն, կա ՀԿ, որը պաշտպանում է հենց գայիշտները։ Արդեն ոտնահարում ես մեր պետավտոտեսուչների իրավունքները։ Այդ բառը մենք աստիճանաբար ուզում ենք հանել լեքսիկոնից եւ փոխարինել ավելի պոլիտկորեկտ, ավելի լավ բառով։ Պետավտոտեսուչ։ Պետավտոտեսուչն էլ մի փոքր sense պաշտոնական բառ է, էլի ոչինչ, բայց որոշակի լարվածություն է։ Մենք ուզում ենք սահմանել ճանապարհային բարեկամ արտահայտությունը, որը կարծում եմ ավելի դիպուկ է ամփոփում պետավտոտեսուչի ֆունկցիաները։ Հասկանալի է, Անուշ ջան, բայց կներեք, էլի, եթե կարելի է ամբողջ անունս ասեք, էլի Անուշավան, որովհետև կրճատ որ ասում են հերոստատողի մոտ կողա թյուրն բռնում լինի, որ նորմալ է։ Ես խնդիր չկա, Անուշավան, ակնհայտ է, որ կա կոռուպցիա ոլորտում։ Ինչպես է ձեր ՀԿ-ն պայքարում դրա դեմ։ Իսկ ով ասեց, որ պետք է պայքարենք։ Դուք տեղյակ եք, այդ մարդիկ ամեն օր որ աշխատում են մեր համար, ինչքան աշխատավարձ են ստանում։ Ընտանիք ոնց պետք է պահեն։ Վաղը մյուսօր ուզենալու եք, չէ՞ որ ձեզ էլ կանգնացնեն, իսկ նրանք էլ չեն լինի, դրա համար միտեղից գումար պետք է ստանան։ Հա, բայց եթե բոլորը տուգանք մուծեն եւ տուգանքը գնա բյուջե, ապա նաեւ նրանց աշխատավարձը կմեծանա։ Պոպուլիստական բաներ եք ասում, Սերգեյ, դուք պատկերացնում եք պետավտոտեսուչի առաջ ինչքան դժվարություններ կա։ Օրինակ, այս տեսախցիկները, որ տեղադրեցին, ռոբոտներին տվեցին փաստորեն իրենց աշխատանքը։ Հանուն պետավտոտեսուչների իրավունքներին ՀԿ-ն հենց սկզբից դրան դեմ ենք։ Մենք ասում ենք, որ սա չի աշխատելու, բայց դրեցին, որ քո դուրը կգար, հիմա քո տեղը մի հատ ռոբոտ բերեին նստացնեն, որ քո գործը աներ։ Այն էլ այդ սառնասիրտ ռոբոտներ են, օրինակ այն օրը Սիմոնյանի ծնունդներ փող էին հավաքում, դրանցից գոնե մեկը մասնակցեր։ Գոնե մեկը ոչ մեկ չմասնակցեց, դրա համար մենք էլ ստորագրահավաք ենք կազմակերպում, որ այդ տեսախցիկները, այդ արագաչափերը հանեն, իդեպ դուք էլ կարող եք ստորագրել մեր խնդիր չկա, ասենք ոչ 21-րդ դարին ուրիշ ինչից եք բողոքում։ Այս շատ լավ է, որ այդ հարցը տվեցիր, շատ բողոքներ կան, երբ որ կանգնեցնում են մարդուն, այդ մարդը սկսում է ինչ-որ մեկին զանգել, ինչ-որ բարձրաստիճան ծանոթ է ունենում։ Նախ եթե ծանոթը բարձրաստիճան է, կորում է ամբողջ կանգնեցնելու իմաստ, որտեղ հասկանում ես։ Երկրորդն շատ անհարմար պահ է, օրինակ դու ոնց կզգաս, եթե ես հիմա իմ տատիկին զանգեմ ու ստիպված լինես ինչ-որ անծանոթ մարդու հետ խոսալ, լավ կլինի։ Չէ, չարժի իհարկե։ Չէ, ինչի արի, հələ մի հատ փորձենք, որ դու լրիվ հասկանաս ինչ անիմաստ իրավիճակ է, մի րոպե։ Տար ջան, բարև, հա, փոխանցում եմ։ Ալո, հա, բարև ձեզ։ 80 կոպեկով որտեղից եք գնել պամիդոր։ Հա, չէ, հա, կռվել եք հրուշի հետ, հա, տակի հրավանի հետ է կռվել։ Հա, չէ, հա, վստահ եմ, որ կոմունիստների ժամանակ 3 անգամ շատ ավելի լավ էր, հա, եղավ, շատ կներեք, ահա, չի լսում։ Հասկացար հիմա։ Հասկացար ինչ անհարմար աբսուրդ բան է անծանոթ մարդու հետ հեռախոսով խոսալ։ Ես զգում եմ ձեր ցավը։ Ուրիշ ինչով կարող ենք օգնել պետավտոտեսուչներին։ Դե լավ կլիներ մի քիչ շատացնել պետավտոտեսուչների թիվը քաղաքում, քչությունը ահագին անում։ Հետո այդ Toyota-ները արդեն 8 տարի եղավ ու ժամանակն է այդ մեքենան մի քիչ թարմացնել, արդեն ոտնահարում է, սա էլ է իրավունքների ոտնահարում։ Մի րոպե, բայց առանց դեռ շատ չեն պետավտոտեսուչները փողոցներում։ Ես գործի գալուց ավելի շատ պետավտոտեսչության մեքենա եմ տենում, քան կանաչ մեքենա ասենք։ Դու աշկիս ուզում ես ես տատիկին, հա։ Չէ, լավ էլի։ Ու ընդհանրապես ես հեչ դեմ չէի լինի, եթե 8 տարվա Toyota քշեի, թող մեկը այդպես ոտնահարեր իմ իրավունքները։ Չէ, ես զանգում եմ։ Տատ, այդ տղուն եմ տալիս։ Խոսա։ Դա։ Հա, տիկին,
Հա, փորձել եմ վերքի վրա եզան լեզու դրել, հա, ալոե քսել, ահա։ Միջև քանի տարեկան նրան կողմը չի կանում Անուշավանը։ Դուր ինչ որ շատ խոսացիք։ Իդեպ քանի ժամանակ կա, չէ՞, մի քիչ էլ ես ուզում եմ մի խնդիր էլ բարձրացնեմ, որ մեր ՀԿ այցելող շատ պետավտոտեսուներ բողոքում են սարսափելի մի խնդրի մասին։ Որն է դա։ Նրանց ոչ մեկ չի կանգնացնում։ Նրանք կարող են անել ամենասարսափելի խախտումը, կարող են 3 հատ շրջադարձ անել, ծխելով, հեռախոսով խոսալով, այդսաղ կարմիր լույսի տակ, ապա կտրոն ու ամրագոտին բեռնախցիկում դրած ու դա անել պետավտոտեսչի աչքի առաջ, բայց նրանց ոչ ոք չի կանգնացնում։ Բայց մեզ թվում էր դա հենց պետավտոտեսուչների բոնուսն է աշխատանքի։ Ոչ, ճանապարհային բարեկամները իրենց մեկուսացված են զգում, միայնակ են զգում, դա խտրականություն է վերջի։ Դրա համար մենք էլ եւս մի ստորագրահավաք ենք անում, որպեսզի իրանց էլ սկսեն կանգնացնել ու որտեղ ստորագրեմ կանգնացնենք այդ անարդարությունը։ Անպայման, շատ լավ։ Շնորհակալություն, ես շնորհակալություն, հա, այսքան էր այսօրվա Arm-Comedy-ն։ Հիշեցնեմ, որ մեր հյուրներ պետավտոտեսուչների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության ղեկավար Անուշավան Կանգնիկյանը, շնորհակալություն Անուշավան։ Շատ շնորհակալ եմ ստորագրել։ Իդեպ Անուշավանի տատին ասաց, որ մինչև 17 տարեկան էր ինքը անկողնու մեջ։ Դիտեք վիդեոբոցը։ Շատ առօրյական բոլորի չփում։ Նույնիսկ գնալ հետները ուտել, խմել, նստել, կանգնել, պարսանալ, բոլորի հետ անխտիր։ Իսկ սխալարարություններ ինչու եք դուք համադավություն անում։ Դե որտե իսկով պետք է անի։ Ну, ժողովուրդը նաև ասենք, եթե ես չգնամ, չմասնակցեմ, նշանակում է այն ոնց են ասում, այդ թաղումը կարելի ասել թաղման նման չի լինում։ Oh, that shark, babe, has such teeth, dear, and it shows them a pearly white. Just a jackknife, where's all of my keep the baby? And he keeps them out of sight. Trek, հələ մի րոպե։ Ես էլ եմ ուզում ստորագրեմ այդ թուղթը, հետո դե էլի մի քանի հոգի եկել է, իրանք էլ են ուզում ստորագրեն։